2026 թվականը պարզապես թվելի փոփոխություն չէ օրացույցում, սա այն ժամանակն է, երբ տիեզերքը կարծես ակտիվացնում է անտեսանելի հատուկ նշանակության ուժերի ռեժիմը իր որոշ խնամակալների համար։ Մինչ մյուսները կխրվեն առօրյա խնդիրների մեջ, 4 հաջողակներին կտրվի անցաթուղթ հարթ նավարկության համար։ Նրանց ճակատագիրը այնքան հզոր կլինի զրահապատված, որ իրականության ցանկացած սուր եզր կհարթվի նախքան դրանք քերծվեն։ Եկեք նայենք աստղերին և պարզենք, թե ում համար է տիեզերքն ինքը ծղոտ փռելու։ Խեցգետին։ Իմ պահապանը հոգնած է։ Հիմա նա աշխատում է երկուսի համար։ Օ, խեցգետիններ, դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ խորամանկություններ կանեն մոլորակները ձեզ հետ։ Եթե նախկինում դուք հույսը դնում էիք միայն ձեր պատյանի վրա և միշտ փորձում էիք փրկել ձեր շրջապատի բոլորին, ապա 2026 թվականին իրավիճակը կտրուկ փոխվում է։ Ձեր անձնական պահապան հրեշտակը ըստ երևույթին հիվանդության արձակուրդ է վերցրել, ոչ թե հանգստանալու, այլ օժանդակ ուժեր բերելու համար։ Անկեղծ ասած, նա այժմ աշխատում է 24/7 գրաֆիկով։ Դուք դա կնկատեք փոքր բաներում, դուք ուշանում եք գնացքից, և այն ուշանում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերցին վագորի վրա նստելու համար։ Դուք կորցնում եք ձեր բնակարանի բանալիները, և դրանք հենց այն բաճկոնի մեջ են, որը պատրաստվում էիք դեն նետել։ Խեցգետնի համար գալիս է աշխարհի հետ զարմանալի շոշափելի կապի շրջան։ Դուք կզգաք, որ ինչ-որ անտեսանելի մեկը փափուկ բարձր է դնում ձեր տակ հենց այն պահին, երբ դուք պատրաստվում եք փլուզվել։ Սա վերաբերում է և ֆինանսներին, և առողջությանը։ Դուք հանկարծ կզգաք, որ ունեք պահեստային ծրագիր նույնիսկ ամենաստրեսային իրավիճակում։ Մի զարմացեք, եթե հանկարծ օգնություն ստանաք անսպասելի աղբյուրից, հին ծանոթներից կամ նույնիսկ այն մարդկանցից, որոնց հետ վիճել եք։ Աստղերը կանխատեսում են, որ հաջորդ տարի խեցգետինները բախտի օգտին կլինեն հենց իրենց անցյալի ինքնազոհաբերության շնորհիվ։ Նրանք կվճարեն ձեր պարտքերը տոկոսներով։ Աղեղնավոր։ Կյանքի ջեքփոթ։ Սիրելի աղեղնավոր, նայում եմ քո հորոսկոպին և անկեղծորեն նախանձում եմ։ Մինչդեռ 2026 թվականը որոշների համար գոյատևման տարի կլինի, քեզ համար լիակատար հաջողության։ Հիշում ես այն զգացողությունը, երբ գնում ես վիճակախաղի տոմս և արդեն գիտես, որ այն հաղթող է։ Նույնն է նաև այստեղ, միայն թե դուք ունենաս տոմսերի մի ամբողջ կույտ։ Ամեն ինչ, ինչին կդիպչես, կաշխատի ժամացույցի պես։ Պլանավորում ես վերանորոգում, լավագույն արհեստավորներին կգտնես շինանյութերի գնով։ Որոշում ես փոխել աշխատանքը, քեզ աշխատանք կառաջարկեն նույնիսկ նախքան ռեզյումեն ուղարկելը։ Աղեղնավորը կլինի լիարժեք մագնիս ռեժիմում։ Ամենազվարճալին այն է, որ հաջողությունը կգա ամենաանլուրջ ձևերով։ Կարող ես կատակել խմբում և քո կատակը կդառնա ապագա բիզնեսի հիմքը։ Կամ կարող ես պատահաբար նստել սրճարանում սխալ սեղանի շուրջ և ճիշտ մարդը կլինի քո կողքին։ Քեզ համար պատահականություններ չեն լինի, միայն ճակատագրական օրինաչափություններ։ Իմ գլխավոր խորհուրդն է՝ մի փորձեք վերլուծել ձեր բախտը։ Պարզապես գնացեք հոսանքի հետ, վայելելով, թե ինչպես է կյանքի գետը ձեզ տանում ամենագեղատեսիլ ափերը։ 2026 թվականը ձեզ կպարգևի կախարդանքի տակ լինելու զգացողություն։ Ցուլ։ Արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆոնդ, որը միշտ ձեզ հետ է։ Ցուլ։ Դուք փորձառու ռեալիստ եք։ Ձեզ ապագայի մասին հեքիաթներ պետք չեն։ Ձեզ ոտքերի տակ ամուր հիմք է պետք։ Այսպիսով, պատրաստվեք։ 2026 թվականին ձեր հիմքը կամրապնդվի մինչև բունկեր։ Ձեր անտեսանելի զրահը ձեր անհավանական ներքին դիմադրողականությունն է։ Դուք կլինեք միակ հանգստության կղզին անհանգիստ ծովում։ Մինչ ձեր գործընկերները խուճապի մեջ են ընկնում ճգնաժամերի պատճառով, դուք կնստեք քարացած դեմքով և կհաշվեք ձեր շահաբաժինները։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ձեր փողին, այլև ձեր նյարդերին։ Ոչինչ չի կարող ձեզ խանգարել։ Ճանապարհային խցանումներ, դուք կմիացնեք ձեր սիրելի փոդքասթը։ Բռնակալ ղեկավար, դուք կանտեսեք նրանց գոռոցները, քանի որ ունեք հզոր ներքին աղմուկը ճնշող։ Ցուլը կմտնի մի ժամանակաշրջան, երբ նրանց հայտնի համառությունը հանկարծ կդադարի լինել թերություն և կդառնա գերտերություն։ Պարզապես անհնար կլինի կոտրել ձեզ կամ ստիպել շեղվել ձեր ընտրած ուղուց։ Դուք կլինեք ժայռի նման, որին կբախվեն ուրիշների խնդիրների ալիքները։ Սա այն ժամանակն է, երբ դուք կքաղեք ձեր տարիների կարգապահության պտուղները։ Ձեր խոզուկը, թե ֆինանսական, թե հուզական, կլցվի առատությամբ։ Ձկներ։
Հրաշքներ, որոնք տեղի են ունենում ինքնուրույն։ Օ ձկներ, իմ խորհրդավոր երազողներ։ Ձեզ համար 2026 թվականը կլինի այն ժամանակը, երբ հեքիաթները այլևս պարզապես հեքիաթներ չեն լինի։ Հիշում եք, թե ինչպես էինք մենք, երբ երեխաներ էինք, հավատում, որ եթե իսկապես ցանկանայինք դա, մեր բարձի տակ կգտնվի ինչ-որ կախարդական բան, ոչ թե պարզապես նվեր։ Դե, ձեզ համար այդ մանկությունը կվերադառնա։ Հրաշքները տեղի կունենան բառացիորեն անսպասելիորեն։ Դուք կկորցնեք և կգտնեք, կբաժանվեք և կմիավորվեք, կզգաք տխրություն, ապա անմիջապես կստանաք անսպասելի ուրախության մի դոզա։ Օրինակ, դուք վաղուց երազել եք փոխել ձեր տեսքը, բայց վախեցել եք, և ապա ձեր վարսահարդարը հանկարծ հաղթում է մրցույթում և առաջարկում ձեզ մոդել դառնալ։ Կամ դուք փնտրում եք հազվագյուտ գիրք, և միանցորդ այն իր պայուսակից գցում է ձեր ոտքերի տակ։ Տիեզերքը կսկսի խոսել ձկների հետ նրանց լեզվով, նշանների և պատահականությունների լեզվով։ Ձեր զրահը հաջողության թափանցիկ վարագույր է, որը զտում է իրականությունը, ձեզ թողնելով միայն լավագույնը։ Դուք անչափ կդրավվեք փողով, ոչ թե քրտինքով ու արյունով վաստակածով, այլ հեշտությամբ ստացվողով, գտածոներով, նվերներով, մարված հին պարտքերով, անսպասելի բոնուսներով։ Այս տարի ձեզ համար ամենակարևորը հավատալն է, որ արժանի եք։ Մի կողմ դրեք ձեր հավերժական կասկածները և թույլ տվեք ինքներդ ձեզ հոսել առատության այս հոսքի հետ։ Դուք կզգաք այն զարմանալի զգացողությունը, որ կյանքը խնդիրների շարք չէ, այլ անվերջ տոնակատարություն, որին դուք հրավիրված եք որպես ամենապատվավոր հյուր։